Ռուս-ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում գերիների ռեկորդային փոխանակում 1000-ի դիմաց։ 3 տարվա դադարից հետո վերսկսված ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված միակ շոշափելի պայմանավորվածությունը հաստատեցին Մոսկվան ու Կիևը։ Ինչպես 2022-ին, այնպես էլ այս բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունն այս անգամ առաջնորդում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Մոսկվան մոտ 2 ժամ բանակցություններից անմիջապես հետո հայտարարեց գոհ է Ստամբուլյան հանդիպման արդյունքներից։ Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք արդյունքից եւ պատրաստ ենք շարունակել շփումները։ Պայմանավորվել ենք, որ կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի ապագա հնարավոր հրադադարի իր տեսլականը։ Կիևը նաեւ պետությունների ղեկավարների հանդիպում է խնդրել։ Մենք ի գիտություն ենք ընդունել դա։ Ստամբուլյան հանդիպման շրջանակում Կիևի գլխավոր առաջնահերթությունը եղել է հրադադարի հաստատումը։ Ուկրաինական պատվիրակության ղեկավարն ամփոփելով բանակցությունները 3 խումբ հարցեր է առանձնացրել։ Առաջինը հրադադար, երկրորդը հումանիտար հարցեր, գերիների փոխանակում եւ երրորդը ղեկավարների մակարդակով հնարավոր հանդիպում։ Արդյունքում մենք համաձայնության եկանք 1000-ի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման վերաբերյալ։ Ումերովը նշել է, որ ուկրաինական կողմը կշարունակի աշխատել փոխանակումն իրականացնելու ուղղությամբ եւ միայն դրանից հետո կտեղեկացնի հետագա քայլերի մասին։ Հանդիպմանն ընթരാճ Կիևը պնդել էր բանակցություններում ամերիկյան կողմի ներկայության հարցը։ Մոսկվան մերժել էր դա, ընդգծելով երկկողմ բանակցելու անհրաժեշտությունը, անգամ առանց Թուրքիայի մասնակցությամբ, բայց բանակցությունները սկսվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի ողջույնի խոսքով։ Հանդիպումից հետո Ֆիդանն X-ի իր էջում գրել է. «Օրը կարևոր էր համաշխարհային խաղաղության համար»։ Նա հավելել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Թուրք նախարարն ընդգծել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները հիմնարար պայմանավորվածություն են ձեռք բերել նոր հանդիպման վերաբերյալ։ Մինչև կողմերը մեկնաբանում էին բանակցությունների շարունակման հեռանկարները, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռախոսազրույցից հետո Telegram-ի իր ալիքում Վոլոդիմիր Զելենսկին գրել է, որ Կիևը պատրաստ է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել հանուն իրական խաղաղության։ Նա կրկին պնդել է, որպիսի ռուսական կողմը համաձայնի զինադադարի, պետք է լինեն խիստ պատժամիջոցներ։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, գրել է Զելենսկին։ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը հերթական անգամ մերժել է Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների կողմից ներկայացված անվերապահ հրադադարի առաջարկը, դրանով իսկ ցույց տալով, որ պատրաստ չէ խաղաղության։ Մենք հենց նոր Ալբանիայից զրուցեցինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախագահ Պուտինը հերթական անգամ չպատասխանեց ամերիկացիների կողմից արված եւ Ուկրաինայի ու եվրոպացիների աջակցությամբ ներկայացված հրադադարի առաջարկին։ Հրաժարվելով հրադադարից եւ Ուկրաինայի հետ երկխոսությունից Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղաղություն եւ փորձում է ժամանակ շահել, շարունակելով պատերազմը, գրել է Մակրոնը X-ի իր էջում։ Եվրոպան պատրաստ է շարունակել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ ես հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Մեր անմիջական առաջնահերթությունը կրակի լիակատար եւ անվերապահ դադարեցումն է։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակում ենք մեծացնել ճնշումը, որպիսի Պուտինին նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ, նշել է Լայենը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը մեկնաբանելով Ստամբուլյան բանակցությունները ողջունել է խաղաղության հասնելու բոլոր ջանքերը։ Մերի Ներսիսյան, լուրեր։